Նշեմ, որ ՀՀԿ հովանու ներքո, երբ որ այդ մարդու իրավունքներին առնչվող բարձրաստիճան համաժողովներ կամ մարդու իրավունքների խորհրդի սեսիաներ, տարբեր երկրների պատվիրակների հետ, երբ մենք հանդիպումներ էինք ունենում, նրանցից շատերը անտեղյակ էին, որ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցվել է։ Անգամ տեղեկություններ չունեին գերիների հանգամանքների, նրանց առաջադրվող մեղադրանքների վերաբերյալ, բայց շատ տեղեկացված էին օրինակ ադրբեջանական կեղծ թեզիսներից, օրինակ Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ ունեին տեղեկություններ եւ հասարակական կառույցների ակտիվությունն էլ ադրբեջանական շատ բարձր էր։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիվանագիտությունը չի հասնում կամ չի կարողանում ապահովել խնդիրների համակողմանի լուսաբանումը, միջազգային օրակարգում կան բազմաթիվ նոր խնդիրներ, որոնց առնչությամբ աշխատում են եւ պետությունները եւ հասարակական կազմակերպությունները, ադրբեջանական կողմը գերակտիվ է իր թեզերը առաջ մղելու հարցում, այդ թվում փախստականների խնդիրը եւ սահմանափակ ռեսուրսների պարագայում հայկական խնդիրները կամ մնում են չնկատված, կամ իրենց առաջնահերթությունն են կորցնում։ Հիմա պետք է ավելի ագրեսիվ լինել այդ քաղաքական դիվանագիտական աշխատանքում, որպեսզի ամենաժամյա հիմունքներով լրացվող այդ օրակարգում մենք կարողանանք պահպանել մեր խնդիրները որպես օրակարգային հարց, եւ այստեղ պետք է եւ պրոակտիվ դիվանագիտություն իշխանությունների կողմից եւ հանրային նաեւ դիվանագիտության տարերի օգտագործում հասարակական կազմակերպությունների կողմից։ Մեր ռեսուրսները սահմանափակ են եւ դրա համար ես կողմնակից եմ այդ փոխլրացման սկզբունքով աշխատանքների կատարմանը։